Եթե սրանք եմ ճանաչվել, ազատում եմ արդյոք պարտավորություններից։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Նախ նշեմ, թե որ դեպքում կարող եք ճանաչվել սնանկ։ Եթե ձեր պարտքն ավելի քան 90 օր ժամկետ անց է, գերազանցում է 2 միլիոն դրամը եւ ձեր գույքի, դրամական միջոցների եւ պարտավորությունների տարբերությունը գերազանցում է 2 միլիոն ՀՀ դրամը, ապա սեփական նախաձեռնությամբ կարող եք դիմել դատարան կամավոր սնանկության կամ վերոնշյալ պարտավորությունների առկայության դեպքում պարտատերը կարող է դիմել դատարան ձեզ սնանկ ճանաչելու պահանջով։ Վճռով սնանկ ճանաչվելուց հետո իրավունք չունեք ձեր հայեցողությամբ մարել պարտքերը, քանի որ այդ պահին արդեն իսկ նշանակված է լինելու սնանկության կառավարիչ, որն էլ պետք է կառավարի այդ գործընթացը։ Սնանկ ճանաչվելուց հետո դատարաններում ձեր վերաբերյալ քննվող գործերը, նաև հարկադիր կատարման ծառայությունում եղած վարույթները կարճվում են։ Դադարում է տոկոսների և տուժերի հաշվարկը, այսինքն պահանջատերը պետք է բավարարվի այդ պահին եղած պարտքի հաշվարկով։ Վերանում են նաև գույքերի արգելանքները, քանի որ սնանկության կառավարիչը դատարանի թույլտվությամբ պետք է իրականացնի աճուրդով իրացման գործընթացը առկա պարտավորությունները մարելու համար։ Սնանկության գործընթացի պարտավորությունների կատարումից ազատվում եք այն ժամանակ, երբ այդ գործընթացը ավարտելու մասին դատարանի վճիռը օրինական ուժի մեջ է մտնում։ Սակայն ոչ բոլոր դրամական պարտավորությունների կատարումից եք ազատվում։ Բացառություն են կազմում հետևյալ պարտավորությունները։ Ալիմենտների վճարում, սնանկ ճանաչելու պահին նախորդած 1 տարվա ընթացքում հարկային մարմիններից թաքցրած պարտավորությունների վճարումներ, կյանքի և առողջությանը պատճառված վնասներից առաջացող պարտավորություններ, հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման պարտավորություններ, այն պարտավորությունները, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել պարտատերերից անկախ պատճառներով, հարգելի ճանաչված դեպքերում։ Գործի դիր օրենքը։ Դու ունես իրավունք։